29749 կիլոմետր է, մենք որևէ այլ ամբիցիաներ չունենք, որևէ աշկներս կողք չենք գցում, բան չենք անում եւ այլը, հա, այսինքն այդ ու նաեւ այնքան միամիտ ենք, իսկապես միամիտ ենք, որ հավատում ենք, որ մեզ դրանից հետո դիտարկելու են որպես զուտ չերևացող հարևան, որը որ մեր բանի տակ է, վերահսկողության տակ է, այդ պարագայում իսկապես որևէ խնդիր չկա, որևէ բան, ինչ Ռուսաստան, ինչ Իրան, ինչ Չինաստան, հա, նույնիսկ ինչ Ամերիկա, Միացյալ Նահանգներ, որովհետև երբ կա Թուրքիա, հա, տվյալ պարագայում։ Բայց եթե դու ունես այլ ամբիցիաներ, եթե դու ունես այլ խնդիրներ, եթե քեզ ձեռ չի տալիս այսօրվա Հայաստանի կարգավիճակը եւ ամենակարևորը Հայաստանի հեռանկարը, ապագա կարգավիճակը, տա Աստված, որ կարգավիճակ ընդհանրապես լինի Հայաստանի Հանրապետություն կոչեցյալը, ապա բնականաբար դու այլ կոնցեպտ պետք է ներկայացնես։ Եթե դու ներկայացնում ես անվտանգային ուրիշ կոնցեպտ, ամբիցիոզ կոնցեպտ, ամբիցիոզ չի նշանակում պատերազմական կոնցեպտ ընդհանրապես, որովհետև թեկուզ այն պատճառով, որ դու այսօր իրավիճակի չես ընդհանրապես պատերազմ վարելու առհասարակ։ Հա, չեմ կարող ասել 30 տարի հետո, 50 տարի հետո, 10 տարի հետո ինչ հնարավորություններ կլինեն, որովհետև պատերազմ վարելը դա միայն բանը չի, ռազմական բալանսը չի, դա նաև ստատուս կվոն է, որը որ ձևավորում է անկախ քեզնից նաև տարածաշրջանում, հա, այն հետաքրքրություններն են, որոնք կարող են քո նկատմամբ ունենալ պոտենցիալ գեոքաղաքական ուժերը եւ պոտենցիալ եւ գործող ուժերը, այսինքն որքանով դու կարող ես հետաքրքիր լինես որևէ մեկին, որովհետեւ ոչ ամբիցիոզ, ինչպես ոչ ամբիցիոզ մարդն է քիչ հետաքրքիր որևէ մեկին, այնպես էլ ոչ ամբիցիոզ երկիրն է որևէ մեկին շատ հետաքրքիր, որովհետեւ որևէ մեկը քո վրա հույս չի դնում, քո հետ ծրագիր չի բանանում, քո հետ պարտներություն անելը անիմաստ է, որովհետև դու այդ դեպքում բան ես, պարազիտ ես, աշխարհաքաղաքական, ռեգիոնալ պարազիտ ես, որը որ անընդհատ պահանջում է, որպեսզի իրեն պահեն եւ կերակրեն տարբեր սորտի ծորեններով եւ անվտանգությունը պահեն բանման, բայց իրենք քեզնից ոչ մի ակնկալիք, սպասելիքներ առանձնապես չունեն։